Պարոն Յանիսյան, նախ ուզում էի անդրադառնալ ձեր պնդմանը, դուք ասում էիք, որ սա ըստ էության ԿՀ-ի առաջարկով է այս փոփոխությունը արվել եւ ընդունվել է գաղթագողի, հիմա ասում եք տեխնիկական վրիպակ։ Տեսեք, հա չէ, տեխնիկական վրիպակի արդյունք է, մենք հետո որ նայել ենք հանձնաժողովի նիստի արձանագրությունը եւ նայել ենք մի շարք այլ բաներ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում եկել ենք այն եզրանկման, որովհետեւ ինչ որ մեկի տեխնիկական վրիպակն է եղել, այդ չենք բարձել եւ ինձ թվում է դա երբեք չենք բարձի թե ով է Չգիտենք, կամ արդարության նախարարությունից կամ խորհրդարանից, ամեն դեպքում այն որ դա ԿՀ-ի առաջարկությունը չի եղել, այդ մասով նաև անկախ դիտորդ դաշինքը արձանագրել է եւ այդ մասով մենք չենք պնդում որ ինչ վերաբերում ես ասեմ ինչ վերաբերում է այս փոփոխություններին ասեմ որ երկու փոփոխություն է քննարկվում, մեկը վերաբերվում է քվեաթերթիկների անվավերության հետ կապված հարցին եւ դա մի հարց է, որը մենք հասարակության գործընկերներով ենք նախագծել եւ պահանջել, որ իշխանությունները ընդունեն, ինչեւ իշխանությունները ինչպես տեսնում եք անում են, ինչ վերաբերվում է դաշինքների անվանման մեջ անձնանունների, տեղանունների եւ պետությունների անվանումների արգելքի կարգավորմանը, ապա այդ կարգավորումը կար մի քանի տարի առաջ 24 թվականի փոփոխություններով, ինչպես ասացի, այդ տեխնիկական վրիպակի արդյունքում դուրս է եկել եւ հիմա հետ է բերվում։ Ես պետք է ասեմ, որ այստեղ մեր մոտեցումը հետեւյալն է, որ այդ կարգավորումը պետք է, այսինքն ինքնին այդ կարգավորումը եւ այդ արգելքը լավ արգելք է, մենք ինքներս ենք դա առաջ տարել տարիներ առաջ։ Բայց այդ արգելքը ընտրությունների բերան ընտրություններից 2 ամիս առաջ տանելը իհարկե խնդրահարույց է, ես առումով մեր մոտեցումը միջազգային ռեզոնանսները չգիտեմ, միջազգային ռեզոնանսները թող միջազգային Դա ես չեմ կարծում որ տեսեք ժամկետների առումով, այսինքն այս փոփոխությունը եթե լիներ մի քանի ամիս առաջ գոնե, մենք այս փոփոխությունը կողջունեինք, բայց քանի որ այս ուժերի համար հիմա ինչ խնդիր է ստեղծում սա, պարոն Յանիսյան։ Դե ակնհայտորեն սա ստեղծում է այն, որ որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում եւ այդ բրենդինգի փոխելու եւ այդ բրենդինգի փոխելու ռեբրենդինգի որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու եւ այս պատճառով դա անողներին հարցրեք, մենք չենք անում դա։ Նորից եմ ասում, քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հետ կապված կարգավորումը լրիվ նաև մեր պատասխանատվության տիրույթում է։ Այս մեկը մենք չենք նախաձեռնել եւ մեր մոտեցումը այնա, որ այս կարգավորումը ինքնին լավն է, բայց ժամկետները, քանի որ խնդրահարույց են, մենք ոչ քննադատում ենք, ոչ էլ ողջունում ենք։ Նախադասություններս ավարտեմ նոր հարցրեք, ճիշտ ասած ուրիշ առիթով, ընդհանրապես ուրիշ առիթով եմ էլի ազգային ժողովում Շվեդիայի պատվիրակության հետ կապված հանդիպման արլերի ուրիշ Դուք ասացիք 2024-ին են նկատել վրիպակը, ինչու 2 Չէ, 2024-ի դեկտեմբերին արվել է դա, բայց նկատվել է բոլորովին վերջերս։ 2 տարի հետո է միայն նկատվում։ Դե ժողովուրդ, հիմա օրինակ ձեզ երևի ամենամոտիկ օրենքը ԶԼՄ-ների մասին օրենքն է, երբեք վերջի անգամ կարդացել։ Այդտեղ ինչ որ մի բան sense որ փոխված լինի տենց երբ կնկատեք։ Ընտրական օրենսգիրքը ահռելի փաստաթուղթ է եւ լինում է որ ինչ որ պահի նկատում ես որ վայ, բայց այս հարցը sense հարյուրավոր հոդվածներով ահռելի հաստափոր։ Այսինքն նույն դրամաբանությամբ կարող էին նկատեին, ասենք հունիսի 1-ին։ Դե տեսականորեն այո։ Գործնականում ժորդ նորից Այս կարգավորումը հիմնականում նկատվեց, գոնե մեր կողմից նկատվեց այն ժամանակ, երբ որ մենք տեսանք, որ ձևավորում են դաշինքներ, որոնք այդ թվում անձնանուններ ունեն իրենց անվանման մեջ։ Չէ, ես կարող եմ իմ մասով ասել, երբ որ ես տեսա հայտարարությունը, որ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ չէ, եթե ճիշտ եմ հիշում, ես մի քիչ զարմացա, որովհետև ես ունեին վստահությունը, որ 81 հոդված ընտրական օրենսգրքի դա արգելում է, եւ ես երբ որ բացեցի 81 հոդվածը տեսա, չէ, ես չեմ հուշել, ես երբ որ բացեցի 81 հոդվածը ընտրական օրենսգրքի եւ տեսա, որ այդ արգելքը չկա, ես շատ զարմացա։ Ես իմ համար այդ պահին եմ դա բացահայտել։ Ինչ վերաբերում է թե ով երբ է բացահայտել։ Ինչպես։ Անձի անունով է ներկայանում։ Անձի, այդ անձը հայտնի է, այսպես հանրության շրջանում հայտնի անձ է, կուսակցությունը որոշում է այդ անձի անունով, դա ինչ է,
Տեսեք, խախտում ասելով խախտում է, եթե դա արգելված է, եթե դա արգելված չի, իհարկե խախտում չի, բայց ինչ վերաբերում է թե ինչի է դա խնդիր, որովհետև դա ապաքաղաքական է։